Հարգելի հայրենակիցներ, հարգելի նիստի մասնակիցներ, չստացվեց պետության և հանձնաժողովի կողմից ծրագրված ի սկզբանե, ոչ միայն աշխատակազմի, այլ նաև հանձնաժողովի, որտեղ ի սկզբանե ըստ ինձ պլանավորումը արագ վերջացնելն էր և այն դիտարկումները, որ իբրև թե նիստը վարել ենք այնպես, որ բոլորին պարզ լինի, կարծում եմ ես ուրբաթ և նաև այսօր ինչ-որ չափով է սկզբի հատվածում, ովքեր որ դիտել են կամ կարող են ամբողջական նորից դիտել, կհասկանան, որ ինչ-որ փոխվեց մեր կողմի, այսպես ճակերտների մեջ, կռիվների արդյունքում, անհատական ամեն ինչը, ժամից սկսած, հարց ու պատասխանից սկսած և այլն, ֆիքսում եմ, որ ստացվեց։ Հանձնաժողովի արագ ավարտելու ցանկությունը շատ լավ հասկանում եմ, չեմ ընդունում իհարկե, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որը պատրաստված էր շատ թերի, պատրաստված էր շատ սխալ, այն առումով, որ հենց մեկը ճգնաժամային կառավարման այսպես իմիտացիա ստեղծելու համար տկեն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում 7 կետը դուրս էր եկել, այսինքն պատկերացրենք մի իրավիճակ, որ հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր են դնում տակը և ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել և մեր ժողովրդին և մեզ առավել ևս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական իշխանության մասին է խոսքը, ինչպես նաև հանձնաժողովականները չեն ապրում այսպես լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին և բոլորս նույն կենցաղն ենք վարում և նույն տեղերից ենք սնվում, այսինքն հեծից։ Եթե ճգնաժամ առաջացել է, ապա ամենայն դեպս միայն իշխանական էլիտայի համար, ամենայն դեպս։ Հիմա անդրադառնանք հարցերի։ Առաջինը դա ԲՀ-ի խնդիրն էր, որ ամբողջությամբ ըստ ինձ տապալվեց մի քանի պատճառով, առաջինը, որ այնտեղ գրվում էր մեկ գործողությամբ և այդ մեկ գործողությունը ոչ մեկ չկարողացավ հիմնավորել, ոչ ոք, ոչ կառավարիչի աշխատակազմը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը, անգամ ոչ էլ հանձնաժողովը, ընդամենը ֆիքսեցին, որ իրենց կարծիքով 70 միլիարդ դրամը վատնվել է, գիտեք ինչ, այսպես ասած պետության իշխանության դռները պետք է լույսեր անջատել, փակել և գնալ իշխանության առումով ասում, եթե 70 միլիարդ դրամը վատնվել է և չի ծառայել իր նպատակին, ապա հարց է առաջանում, ինչու պետք է առաջին հերթին դա ինչ-որ վարչական վարույթով քննվի, չէ՞, խոսքը գնում է պետության, խոսքը գնում է ժողովրդի ամբողջ հասարակությանը հետաքրող և շահերից բխող հարցի հետ։ Եվ երկրորդը 4 ամիս այն անձինք, ովքեր ներգրաված են եղել այս թեմայի մեջ, առայժմ ամենայն դեպս շատ մեծ մասը, չեմ ուզում ամբողջն ասել, չասեն մի հոգի դուրս է եկել կամ մի հոգի չի աշխատում։ Բոլորը դեռևս աշխատում են այսօրվա հեծում, այսօրվա կառավարիչի ենթակայության տակ։ Հիմա եթե հունվարի 13-ի ինչ-որ գերություն են բերում, դա արդեն նշանակում է, որ այլ բան չի արվել։ Ինչի համար չի արվել, ամենայն դեպս այդպես ցույց են տալի, ես չեմ հավատում, որ չի արվել, որովհետև իմ անձնական կարծիքով արվել է, ուղղակի արդյունքները, այսպես ասած, գոհացուցիչ չեն եղել, բնականաբար պետք է բերվի հունվարի 13-ի այդ համապատասխան ծառայական քննության արդյունքները, որը իմիջիայլոց այդպես էլ ոչ կառավարիչը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը չկարողացան բացատրել, թե ինչպես է լինում, որ եզրակացության արդյունքները կանգնում են ընդամենը ինչ-որ զեկուցագրի վրա,
առանց անվտանգության տնօրենի հաստատման, առանց գլխավոր տնօրենի զեկուցակի եւ այլն։ Հիմա ես ձեզ այստեղ կհնչեցնեմ անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Սեյրան Մեջլումյանի խոսքերը, քանի որ հանձնաժողովը դրան է անդրադառնամ, ինչու վկաներին չցանկացավ անդրադառնալ, քանի որ հանձնաժողովը չցանկացավ, բնականաբար Սեյրան Մեջլումյանը այստեղ լինել չէր կարող, բայց Սեյրան Մեջլումյանը հավաստիացնում է, որ ինքը չի ստորագրել, չի հաստատել այդ փաստաթուղթը, որի արդյունքում չի ստորագրել ինչի համար, որովհետև նա կասեցման հրաման է տվել, որը հեծը չի բերել։ Ես կրկնում եմ, փոխանցում եմ անվտանգության այդ ժամանակվա տնօրենի խոսքերը, հանձնաժողովը եթե ցանկանար իրականություն ամբողջությամբ իմանալ, բնականաբար պետք է լինեն այստեղ մարդիկ, որոնք այս այդ խոսքերը այսպես անձամբ կներկայացնեն։ Եղել է կասեցման որոշում, հաշվի առնելով, որ մտել են փակուղի։ Հիմա ինչի 4 ամսվա ընթացքում չի կատարվել որևէ ծառայական քննություն, այլ կառավարիչը դրսևորելով երկակի ստանդարտներ, որ դեպքում պետք է հին հեծի աշխատակազմը շատ լավն էր, որ դեպքում պետք չի հին հեծի աշխատակազմը հանցագործների հավաքածու էր։ Այդ պատասխանն էլ չտրվեց, հարգելի հայրենակիցներ, եւ այդ մեկ այսպես կոճակով անջատումը, այսպես այդ տվյալների կորելը բերեց։ Երկրորդը ունեցել են հնարավորություն աշխատել եւ պիրամիդայի եւ կասկադ ընկերության հետ եւ շատ հանգիստ կարող են ճշտել, որ համենայն դեպս իմ անձնական կարծիքով ճշտել են, ուղղակի նորից ձեռ չի տալիս դա հրապարակայնացնել, որ աշխատանքներ էր կատարվում վերականգնելու ուղղությամբ, այն առումով, որ համապատասխան ընկերությունները չեն տվել գրություն կամ պատասխան, որ մենք այլևս չենք կարող վերականգնել։ Եվ Մոսկվայի այսպես ընկերության աշխատակիցների հայտարարությունը եղել է, որ հնարավոր է մենք եղած լինենք, ոչ թե մենք ենք արել։ Սա այսպես կոտրում է առաջի կետը, հաշվի առնելով, որ համենայն դեպս համակողմանի չի կատարվել եւ ամենակարևոր հանգամանքը, եթե խոսում ենք 70 միլիարդ կորելու մասին, այսպես անպագորգոր հայտարարություններ անում հանձնաժողովի աշխատակազմը, այն մեկը մի բան չարած մի անգամից ձեռքներ նորորում տանում են։ Այս պարագայում ինչի գլխավոր դատախազությունը եւ մնացած իրավապահ մարմինները չզբաղվեցին այս հարցով եւ չպարզեցին։ Լավ, վերջ ով էր սա արել։ Իսկ միգուցե դիտավորություն կար։ Իսկ միգուցե բազաները ջնջվում էին, որպիսի ճակերտների մեջ մեր արած ապօրինությունները չբացահայտվեր։ Ոչ մեկի դա չհետաքրեց, ոչ հանձնաժողովին, ոչ կառավարչին, ոչ այսպես նախաքննական մարմիններին, իրավապահ մարմիններին, իսկ իմ կարծիքով ոչ թե չհետաքրեց, այլ այդ բոլոր մարմինները շատ լավ գիտեին ինչ է կատարվել, բնականաբար ամբողջի բացահայտումը բերելու էր նրան, որ հեծը որպես այդպիսին ամեն դեպքում մեղավորություն չի ունեցել։ Հաջորդ հարցը, որ ոչ միտեղ գրված չի, որ գրավոր պետք է տեղյակ պահվեր, մեր գլխավոր տնօրենը հայտարարում է, ես բանավոր տեղյակ եմ պահել, հանձնաժողովի նախագծում է, ես ինձ տեղյակ չի պահել։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչպես է լուծվելու։ Այսինքն, եթե մարդ ունի պաշտոն, նշանակումը հավատալու ենք իրան, այս կետն էլ է, այսպես ասած, կոտրվում։ Մի խոսքով այս առաջի կետի հետ կապված կարծում եմ, որ այն անձինք, ովքեր որ այդ ստորագրել են, այսպես զեկուցագիր կոչվածը, այդ անձինք պետք է կառավարիչը երկրորդ անգամ մեզանից հետո կատարել ծառայական քննությունը, հաշվի առնելով, որ բոլոր հնարավորություններն ունեն, կրկնում եմ, իրենք այդտեղ աշխատում են դեռևս մեծ մասը։ Հանձնաժողովը կամ իր մոնիտորինգի, կամ իր միջև վարույթն եմ ասում, միջև այս նիստը, իր հնարավոր բոլոր միջոցներով պետք է պարզել ինչ է եղել, եւ ամենավերջում, եթե անգամ այդ ամբողջը չի էլ արվել, գային այստեղ եւ ասեն, գիտեք ինչ կա, մենք 3-4 ժամ տրամադրում ենք բոլոր վկաներին։ Բոլոր կողմերը թող հրավիրեն իրենց վկաներին կամ իրենց հետաքրող։ Դա էլ չարվեց բնականաբար, այսինքն իմ համար եւ փաստերի հիման վրա առաջի կետը ուղղակի գոյություն չունի, այդտեղ ընդհանրապես կետերը լցնելու խնդիր եղել։ Երկրորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա թերգրանցումներ եւ հավելագրումներն են։ Հարգելի հանձնաժողով, ինչպես գիտեք, գոնե այդ մասը հանձնաժողովի այսպես 5-ից 4 անդամ տիրապետում են շատ լավ, աշխատել են մեզ հետ ամենօրյա ռեժիմով, աշխատել են շատ խիստ, աշխատել են շատ
որպես պահանջող կողմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի։ Հիմա նայեք, տպավորություն է ստեղծվում, որ ամենայն դեպս գերածով, որ եղել է համակարգային։ Դա շատ հանցավոր գործունեություն է, հանցավոր բառից բուն իմաստով, խոսքս հանձնաժողովի աշխատակազմի, ամենայն դեպս, քանի որ հանձնաժողովի աշխատակազմն է ներկայացրել, ես ասում եմ հանձնաժողովի աշխատակազմ։ Իսկ իմ ներքին համոզմունքը, քանի որ այսքան տարի իրար հետ աշխատել ենք, բնականաբար վարույթների նյութերին կազմելուն անգամ մասնակից եղել հանձնաժողովի անդամներ, ում գծով որ զեկուցվում էր, շատ հանցավոր գործունեություն է այդտեղ կատարվել, այդ համակարգված հասկացությունը տակը դնելով։ Այսինքն փորձ է կատարվել, ինչու եմ ասում փորձ, որովհետև չի հաջողվել դա ոչ հանձնաժողովին, ոչ աշխատակազմին, ոչ էլ կառավարչին առավել ևս, չի հաջողվել հիմնավորել, որ դա համակարգված է։ Մի պարզ պատճառով համակարգվածությունը, որ կողմից ուզում ենք նայենք, նշանակում է ամբողջականություն, նշանակում է ամբողջ համակարգի հետ կապված։ Գոնե հեծ գլխամաս չեն հասել, էլ չեմ ասում մասնաճյուղերի տնօրեններ, այսինքն եթե համակարգված է, այս բլոկն էլ ղեկավարել եմ ես, պարզ խնդիր կա, չէ՞ որ այդ համակարգվածությունը պետք է ինչ-որ մեկ կենտրոնից լիներ։ Ուր է այդ կենտրոնը։ Արտաշատ ցանցի պետի ենթադրյալ կատարածը, որովհետև ես համոզված եմ, որ այդտեղ ցուցումների նաև բացատրություն վերցնելուց խնդիրներ են եղել, ենթադրյալ կատարածը բերել կապել, որ ամբողջ հեծը դա համակարգված է եղել, նորից եմ կրկնում, իմ կարծիքով հանցակազմ պարունակող արարք է։ Հաջորդը, որ ցանկանում եմ ներկայացնել, որպեսզի կառավարիչը կարողանա այսպես ինտենսիվորեն ներկայացնել, որ համակարգված է եղել, խախտում է ձերից կողմից սահմանած պահանջները։ Ես չեմ համոզված եմ, որ հանձնաժողովը դա տեսնում է։ Աշխատակազմը հանձնաժողովի հայտարարում է, որ ոչ բոլոր դեպքերում են հաշվիչները տարվել ստուգաչափման։ Այսինքն, եթե հələ պատկերացրեք մի իրավիճակ, նույն հանձնաժողովի անդամներին է վերաբերում խոսքս, պատկերացրեք մի իրավիճակ, որ Ղազինյան Դավիթը վերցներ այդպիսի մի քանի հաշվիչ չտաներ լաբորատոր ստուգման եւ որոշեր, որ այդտեղ պետք է ինչ-որ միջինացած հաշվարկ արվի կամ չգիտեմ ինչ արվի։ Այդ հայտարարությունները ուղղակի ենթադրում են ցանկությունը համակարգված դարձնելու, խաղալու մեր ժողովրդին նուրբ լարերի վրա, որ գիտեք ինչ դե հեծը սենց արել, նենց արել, ինչպես նույն գործելակերպը շարունակում է եւ կառավարչի աշխատակազմը չկարողացավ անգամ պատասխանել իմ բազմաթիվ են պնդումներին եւ լրատվամիջոցներով եւ մնացած տեղերով, որ համենայն դեպս այս բլոկով աշխատում են մեր ձևով։ Դա չի կարող քննարկվել, նոր որևիցե ավելացում չկա, ասեմ հակառակը, այն գործառույթները, որոնք իմ ժամանակ կատարվել են որպես բլոկի ղեկավար իմ աշխատակազմի հետ միասին, որոշներ անգամ թերի են արվում, մի քանի օրինակով ձեզ ասեմ, որսի պատկերացնեք, թե ով էր ավելի լավ պայքարում այս երևույթի դեմ։ Ձեզ չեմ ներկայացնում, դուք ինձանից լավ գիտեք, մենք ոնց ենք պայքարել, պարոն Աղինյանը ժպտաց որպես համաձայնության նշան եմ ասում, դուք բոլորդ լավ գիտեք, անգամ իմ դաստիարակությանը եւ ընտանիքին ոչ հարիր բաներ են կպցնում, ինչ թե ես ինչ եմ ասել մեր աշխատակիցներին հավելագրում կատարելու կամ կիլովատ վաճառելու առումով, անգիր գիտեք, ես մեր ժողովրդին եմ դիմում, թե մենք մեր ձևով ինչպես էինք պայքարում այս երևույթների դեմ։ Նախ առաջինը հաշվի առնելով, որ կառավարիչը պաշտոններում նշանակել է մարդկանց, որ բացարձակ կոմպետենտ չեն, ամենայն հարգանքով այստեղ անձնական խնդիր չունեմ ես, նամանավանդ իմ տեղը նշանակված գործընկերոջ հետ, բայց չեն հասկանում ինչ է նշանակում կորուստ։ Կորուստ հարգելի հայրենակիցներ, դա նշանակում է մի կողմից հավելագրում, այսինքն ինչ-որ մեկի վրա ավել այսպես չծախսած կիլովատ գրել, մյուս կողմից հայտնաբերել այն երևույթները, որոնք հավելագրման հետևանք են, այսինքն եթե կատարվում է հավելագրում, բնականաբար այդ հավելագրումը ինչպես սիրում են նշել կառավարիչը առանց հիմնավոր որևիցե բացատրության մոնետիզացվել է։ Հիմա մոնետիզացման դեպք որպես այդպեսին ինձ հայտնի չի, ամենայն դեպս գլխամասի մակարդակով, մնացած մակարդակներով էլ եթե հայտնի է, ամենայն դեպս ես չեմ ցանկանում այսպես բանավոր քաղաքական հայտարարություններ լսել, ես ցանկանում եմ տեսնել քրեական գործ, ցանկանում եմ տեսնել ում հետ այդ դա մոնետիզացվեց, չգիտեմ, եւ այլն։ Հիմա մենք ինչ ենք արել, մենք զսպել ենք, այսպես ասած կորուստը երկու ճանապարհով։
Հանձնաժողովը դա անգիր գիտի, ուզում եմ մեր ժողովուրդը իմանա, մենք երբ որ գտել ենք հավելագրում, պրոբլեմներ, մենք հաջորդ քայլով հենց այդտեղ փնտրել ենք նաև այդ դրա արդյունքում առաջացած կիլովատը, որը պետք է վաճառվի։ Դա հաստատելու հետ կապված, ուրեմն միայն մի մասնաճյուղում մենք հայտնաբերել ենք դեպք, հենց անցած տարի 24 թվականին, մոտավորապես 140-ից 160 հազար կիլովատ, այդպես ասած մոնետիզացվում էր։ Հիմա կարող է հարց առաջանալ, ինչու չենք մենք դիմել նախաքննական մարմիններին, մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք, պատժել ենք աշխատակիցներին, որի արդյունքում այդ խնդիրը վերացել է եւ համապատասխան մասնաճյուղում տեղի ունեցել կորուստի նվազում։ Այսինքն այդտեղ եղել է իմ ասած երկու խնդիրը՝ եւ մեկը եւ մյուսը։ Երկրորդը վիճահարույց հարցերի հանձնաժողով, որի նախագահը ես եմ, իմջալոց չգիտեմ, ինչ որ նոր եմ իմանում, որ այդ հանձնաժողովի մասին հանձնաժողովը տեղյակ չէր, ինչ որ նոր հրաման է եղել, նոր հանձնաժողով կազմվել, եթե իհարկե ճիշտ եմ ասում, բայց եղել է վիճահարույց հարցերի հանձնաժողով, որտեղ քննարկվել է, այսինքն բոլոր տնօրինություններից եղել են աշխատակիցներ ու բարձր մակարդակով գոնե տնօրեն տեղակալներ, որտեղ քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը, այսինքն նույն մեր կողմից գտած կիլովատները եւ հավելագրման տեսքով եւ այսպես այդ մոնետիզացման շահույթ սարքելու հետ կապված։ Հենց բոլորը լավ գիտեն, Աբովյան քաղաքում եղել է մի դեպք, որտեղ մենք հաշվիչի խնդիրը տեսել ենք, թիվը դրել ենք համապատասխան բաժանորդի վրա, ում հետ որ պետք է ենթադրյալ գործարքը կատարվեր, մարդը բերե գումարը վճարել է։ Մոտավորապես 2.5 տարվա ընթացքում 622 հազար բաժանորդների ցանկը ես ունեմ, այդտեղ ինչպես բյուջետային բաժանորդներին, այնպես էլ բնակիչ բաժանորդներ եւ այլը, որոնք դուրս են գրվել, այսինքն մեր կողմից եւ բողոքների արդյունքում կատարվել են ուսումնասիրություններ, մարդկանց վրա գրված ավել կիլովատը դուրս է գրվել։ Հաջորդը, որը հանձնաժողովը այդպես էլ չկարողացավ նորմալ բացատրել, թե ինչ գործ ունի նյութերի մեջ մեր ժամանակվա ապրիլ-մայիս բյուջետային հիմնարկների հաշվիչների ստուգումները, այդտենց էլ չկարողացանք հասկանանք, դա նյութնապակասեղը փորձել են մտցնել մեջը, որ ցույց տան ինչ-որ բան արվել, թե ինչի հետ էր կապված, որովհետև ոնց պատտեսնում ես այդ թեման աշխատում է յոքուտ մեծ։ Իսկ ես չեմ կարծում, որ աշխատակազմը կառավարչի կամ հանձնաժողովը կցանկանա, որ յոքուտ մեծ ինչ-որ բան տեղի ունենա։ Դա ցանկանալու դեպքում կարող են հանձնաժողովի անդամները շատ ակտիվ ազնիվ արտահայտվել գոնե այս ոլորտի վերաբերել եւ ամեն ինչ բաց կլներ։ Հիմա դրա մասով մենք ունենք այդ ժամանակվա կատարած աշխատանքի մասով այսպես պատժամիջոցների մի ամբողջություն, ովքեր են կատարել, ինչ են կատարել, այսինքն հասարակ նկատողությունից զգուշացում, որպես այդպեսին չի եղել, միջև ազատումներ։ Ցանկը ինձ մոտ կա, համոզված եմ նաև հեծում կա այդ ցանկը, որտեղ օրինակ, ասենք, Արաքս Արտաշատի տեղամասի պետի ՀՄ կրճանը ստացել է խիստ նկատողություն, հենց այդ բյուջետային հիմնարկներից ստուգել, իմջած ասեմ, որպեսզի բոլորին պարզ լինի, ամեն մարզում, եթե չեմ սխալվում, մինիմում 100-120 բյուջետային հաշվիչ կար, որոնք որ այսպես ասած ու պետական կազմակերպությունների հաշվիչները, դրա մեջ մտնում են ջոյերը, դրա մեջ մտնում են մարզպետարանները, ամբողջ պետական համակարգը։ Մեր աշխատակիցների կողմից ստուգվել են ամբողջը անհատապես, այսինքն մեր խմբերը գնացել են տեղում, նայել են հաշվիչները, փոխել են, բերել են լաբորատոր ստուգման, այրված հաշվիչները տարել են նաև գործարան եւ այլն եւ այլն, այսինքն այս ամբողջին չեմ պատմում մեր ժողովրդին, որպեսզի հասկանան, որ այդ ասածները իբրև թե այսպիսի բաներ են կատարվել, չի բռնում իրար։ Չի բռնում իրար այնքանով, որ մենք ցույց ենք տալիս ինչքան աշխատանք են կատարել դրա դեմ պայքարում եւ ցույց ենք տալիս ինչքան հետ ենք բերել։ Այսինքն հավելագրման հետևից հավելագրում գտնել ամենահեշտ բանն է։ Դա սեփական աշխատակիցների հետ կապված է, ոչ մեկ չի դիմադրում, քո հետ ոչ մեկ խնդրեմ չունի, բայց կառավարչի աշխատակազմը չի կարող ցույց տալ, լավ գողացող գտել են, թե չէ, հաստատի եւ դա վերականգնվել է արդյոք, թե չէ։ Ես հիմա ցույց եմ տալիս ինչքան է վերականգնվել, նույն ցանցերից մեկում շատ մեծ կիլովատ վերականգնվեց, նաև ֆինանսական պատասխանատուները կարող են դա ասել, այդ կատարողները բերեցին, վերականգնեցին բավականին մեծ գումարներ։ Հիմա նաև ստուգման մի մեխանիզմ, որը միջև այսօր գործում է, դա
ամսվա սկզբում բազաները փակելու հետ կապված, մինչև բազաների վերջնական փակումը մեր կողմից կատարված աշխատանքներն են, կատարվում է անալիզիկա, որի արդյունքում մեր կորուստների վերլուծության բաժինը ներկայացնում է մասնաճյուղերին համապատասխան թվով հաշվիչների ցանկ եւ հաշվի առնելով, որ չեն կարողանալու գնալ անձամբ տեղում նայել, մենք պահանջում ենք ֆոտո-վիդեո տարբերակով այդ համապատասխան հաշվիչները, որպեսզի համեմատության արդյունքում կարողանանք վերլուծել, թե թյուրիմացություն է եղել, թե դա բնական է։ Ընդամենը մի բան ասեմ, որ մոտավորապես միջինացված 1 ամսում ստուգվում է 30-40 անալիզիկայի ենթարկում 30-40 հազար հաշվիչ, որի արդյունքում մոտավորապես 2-ից 3 հազար հաշվիչ ուղարկվում է համապատասխան մասնաճյուղեր եւ ցանցեր, որպեսզի կարողանան նկարների եւ վիդեոների վերլուծով հասկանանք ինչ է։ Եվ այդտեղ կիլովատները բնականաբար բարձ է, հավելագրումներ են, այսպես գտնվում, պատժամիջոցներ են ելնում եւ այլն։ Սա մեր այսպես փոքրիկ հաշվի առնելով ժամանակը սուղ է մեր կողմից կատարված այսպես փոքրիկ վերլուծություն մեր աշխատանքների վերաբերյալ։ Հիմա ինչ վերաբերվում է նյութի մեջ եղած գոնե այդ մասով կատարված աշխատանքների։ Ուրեմն արևային որպես այդպիսին, այսպես կիլովատների պահում գտել են 2 տեղ։ Ինչ է նշանակում արևային պահած կիլովատներ, անպագորգոր հայտարարություններ, մեր հայրենակիցներին սենց, մեր հայրենակիցներին սենց, որպեսզի պարզ լինի մեր հայրենակիցներին, բացատրեմ, որ յուրաքանչյուր մայիսի 1-ը հանձնաժողովի կողմից հաստատված է, որպես ժողովրդին հասկանալի լեզվով որ ասեմ, ձեր ովքեր ունեն արևային, ձեր ծախսած եւ արտադրած էլեկտրոէներգիայի համադրում իրար հետ, եթե կա ավել արտադրանք, դրա վճարումը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 15-ն էլ վճարման վերջին այսպես պարտավորության օրներ, բայց վերջին տարում մենք փոխեցինք հանձնաժողովի հետ, որ եթե մինչև հունիսի 15-ը չեն ներկայացնում, իրենց ովքեր որ չունեն համապատասխան հաշվի համարներ, արդեն այդ ընկնում է, երբ որ ներկայացնեն, դրանից որոշակի ժամանակ ունենում ենք նաև դա մարելու։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մայիսի 1-ին յուրաքանչյուր արևային կայան տեղադրող թույլ չեն տա ստել, երբ որ արևային կայանը տեղադրում է, ենթադրվում է այդ օգուտը։ Այսինքն հնարավորինս փորձում են տեղադրել, որ իրենց ծախսը կոմպենսացնեն եւ այդպես օգուտ ունենան։ Հիմա փորձում են բացատրել, որ մայիսի 1-ին ամենայն դեպս անկեղծություն այդ մասով եղավ կառավարչի աշխատակազմի կողմից, որ անգամ մենք չենք կարող հասկանալ դա մինչև մայիսի 1-ն է, թե մայիսի 1-ից հետո է, բայց եկեք sense մի հատ վարժություն անենք, հաշվի առնելով, թե ես ինչքան բողոք եմ ստացել արևայինների հետ կապված մայիսի 1-ից հետո, նույն աշխատակազմում կա բնականաբար հետս չեմ տարել, եւ համադրենք, որ մոտավորապես, եթե չեմ սխալվում, այնտեղ 1000-ից ավել բաժանորդներ այսպես քիչ է գրանցվել ու բավականին քիչ, այնտեղ միջնացվածը մոտավորապես 1000 կիլովատ եւ ավել է։ Հիմա պատկերացնենք, որ այդ բոլոր բաժանորդները որից կերպ չեն դիմել իրենց գումարները, այսպես ասած, վերականգնելու խնդրանքով կամ պահանջով։ Երկրորդը մի ցանցում գոնե թիվը սխալվել են, այդ ցանկությունը շատ մեծ թիվ գրելու հետ կապված իրենց բերել է սխալի, որ մոտավորապես կրկնակից ավել սխալվել, եթե չեմ սխալվում, 830,000-ը դարձել է 380,000, բայց ամենակարևորը, որ դա հայտարարվել է, հետո նոր արդեն մենք նյութերի մեջ տեսնում ենք, որ փոխված բաներ կա։ Ես համոզված եմ, որ ինչպես միշտ հայտարարել եմ, դրա 90 եւ ավել, չեմ շղթում, որ միջև այսպես մեր ժամանակ էլ կարող էր դա լինել, ինչպես նաև բոլոր առումներով, բայց 90 եւ ավել տոկոսը եղել է վերջի մի քանի ամսում։ Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչ որ համադրել եմ, հաշվի առնելով նաև, որ հանձնաժողովի անդամների հետ շատ մենք խոսել ենք այս արևայինների հետ կապված բողոքներով, թեմաներով եւ քննարկել ենք։ Հիմա այստեղ խնդիր է առաջանում նաև նյութերի մեջ ներկայացված ընդհանրապես պետստանդարտի ստուգաչափման ինստիտուտը ոչնչացնելու։ Աշխատակազմը ներկայացնում է, որ ոչ բոլոր հաշվիչներն են գնացել այսպես ստուգաչափման, դե մենք դրել ենք միջինացված, եթե չեմ սխալվում, ինչ որ հաշվարկ են կատարել եւ այլն։ Չգիտեմ, հանձնաժողովը պահանջում է, որպեսզի իր եզրափակիչ
նյութի մեջ դրա մասին ինչ-որ մի ինֆորմացիա տա, արդյոք հնարավոր է այդպիսի բան, արդյոք երբևիցե հեծը կամ որևէ կարգավորող մարմին կարող է բաժանորդի հետ կապված միջինացված ինչ-որ բան անել։ Հաջորդը, սեփական կարիքների հետ կապված ուռճացված սիրունց թվերը դնելը լավ բան է։ Էլ եմ ասում, այդ ցանկությունը այնքան մեծ է եղել, որ բնականաբար պետքա շատ մեծ թվեր, միլիոնավոր թվեր երևալ։ Մի հասարակ օրինակ բերեմ իմ ինֆորմացիայով, այստեղ եմ ասում, էլի վկաների հարցը նորից կանգնելու է, հարգելի հանձնաժողով ամենայն հարգանքով ձեր կոկորդին, այն առումով, որ չեք լսել են մարդկանց, որոնք կատարել են այդ աշխատանքը։ Եվ ինչի չեք լսել, որովհետև մարդը այսպես անվտանգության տնօրինության աշխատակիցների խիստ հայացքի եւ սպառնալիքների ենթադրյալ ներքո կարող է ինչ-որ բան գրել կամ ասել, բայց 3 միլիոն մարդու աչքերի մեջ նայելով կարծում եմ չէր կարող ստել։ Հիմա նույն հաջողությամբ իմ ունեցած ինֆորմացիայով այդ 6 արևային սեփական կարիքների հաշվիչներից 4-ը թե 5-ը արդեն թվերը այս պահին բռնում են բազայի թվերին, այսինքն չէր կարող 2 կամ 3 ամիս ճիշտը գրվել, ու այդ ամբողջ իրենց ասած միլիոնավոր հավելագույնները գային հասնեին։ Դա արդեն նշանակում է, որ դրա մասով էլ է կատարվել միջինացված, եւ չկա դրանց իմիջիայլոց այսպես լաբորատոր ստուգման թիվը, թուղթը։ Ինչի համար, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ հաշվիչն է տեխնիկա, եւ ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, որ հաշվիչը ինքը իրենը ուղղակի տեխնիկական սխալի պատճառով ընդհուպ ասկոյի հաշվիչը 1 միլիարդ կիլովատ ավել է գրել, 1 միլիարդ։ Այսինքն գույքագրման ժամանակ նայում ենք, որ չգիտեմ 5000-անոց ծախսողը 1 միլիարդ կիլովատ է ծախսել։ Բնականաբար մենք հիմար չենք, չէ՞ որ դա մուտք անենք բազա։ Տանում ենք հաշվիչը, պարզվում է, որ տեխնիկական խնդիր է։ Հաշվիչները չի տարվել։ Հանձնաժողովի աշխատակազմը այդ 6, ինչպես ասեմ, 350 սեփական կարիքի հաշվիչ ունեն։ Խոսքը գնում է այս պահին 6-ի մասին։ Եվ իմ ինֆորմացիայով ստուգվել է ամբողջը։ Այնտեղ կամ փոքր թվեր են եղել, կամ մաքուր եղել, բերել են ենթադրյալ մեծ թվերը։ Եվ այդ հանձնաժողովի աշխատակազմը առաջին հերթին պետք է պահանջեր ստուգաչափման արդյունքները, որովհետեւ հասկանային, այս հաշվիչը ճիշտ է աշխատում, թե սխալ։ Ստուգաչափման արդյունքները իմ ինֆորմացիայով չկա նյութերի մեջ, այդ հաշվիչների։ Դա եւս մեկ անգամ հաստատում է իմ այն վարկածը, որ ցանկությունը այսպես ունենալու շատ մեծ չեմ ժխտում, որ կարող են լինել թերություններ։ Իմ աշխատակազմի հետ կապված ձեզ ասեմ, նաև կարող են համոզված եմ այնտեղ բոլորին էլ հարցրած կլինեն իրենց մեթոդներով, որ հաշվի առնելով, որ հանձնաժողովի տրված լիմիտը իմիջիայլոց ձեզ ասեմ, դա տարիներ շարունակ ես էլ այդ հին ժամանակներից հիշում եմ, որ այդ լիմիտ հասկացությունը կար սեփական կարիքների համար, ես անդադ ստուգել եմ իմ փոքրիկ աշխատակազմով ենթադրյալ չէի կարող այդ ամբողջը ստուգել հիմնովին, եղել են ժամանակ առ ժամանակ ստուգումներ, բայց հաշվի առնելով, որ հանձնաժողովի թույլատրելի շեմը երբեք չենք անցել, կամ եթե անգամ անցել ենք շատ չնչին է եղել, այդ իսկ պատճառով ամբողջը անհատական չի ստուգվել։ Նաև այս պետստանդարտի ինստիտուտն եք ոչնչացրել, հարգելի հանձնաժողովականներ։ Հիմա ինչ վերաբերվում է այստեղ այս համակարգային դարձնելուն, համակարգային դարձնելու հետ կապված բազմաթիվ իրարամերժ ցուցմունքներ կան, բազմաթիվ։ Այդ մանիպուլյացիայի մասին չեմ խոսում, արևային արտադրանքի իմ կարծիքով կառավարչի ժամանակ կատարված այդ արարքների արդյունքում առաջացած կիլովատը ժողովրդին հետ տալու համար կորուստը դարձնում են 10% ավել, բայց այնտեղ ազնվության պակաս կա, չեն ասում, որ եթե այս ամիս 800,000 գտած կիլովատ հետ տվեցին կորուստը բարձրացավ, հաջորդ ամիս այդ 800,000-ը չի լինելու, չէ՞։ Բնականաբար կորուստը իջնելու ինչպես եւ եղել է։ Երկնիշ թվերի մասին են խոսում, առանց որևէ փաստավորման, առանց որևէ հիմնավորման։ Եվ ամենակարևոր հանգամանքը, ինչի ենք մենք ասում, մեզ չեք դարձրել դրա կողմ, որովհետև չեք ուզեցել, որովհետև շատ լավ հասկանում եք, որ մեր կողմ լինելու դեպքում այս նյութերի 80%-ը ջարդվելու էր, չէր լինելու։ Հանձնաժողովն էլ չի պնդել, որպեսզի հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թե ինքնուրույն նշանակված կառավարիչը գոնե խորհրդի կարգով այսպես ականջին, որ գիտես ինչ, որպեսզի ճիշտ լինի ամեն ինչ, մյուս կողմին կանչեք, զանգեք գլխավոր տնօրենին, սեփականը, իմ հետ չեն ուզում շփվեն, Աստված իրենց հետ, թող տնօրենների խորհրդին ասեն, որ ուղարկեք ձեր ներկայացուցիչներին, կատարում ենք SSS գործողությունները, ոսի դուք էլ ներկա լինեք։ Բնականաբար հարգելի հայրենակիցներ, չի կատարվել, որովհետև ձեռ չի տվել։ Դա անելու դեպքում բնականաբար այս պատկերը չէր լինելու, ես համոզված եմ, իսկ դա արդեն իրենց խաղաքարտերը խառնելու էր, այդ իմիջիայլոց քաղաքական իշխանության, այստեղ հանձնաժողովը որևէ կապ չունի։
Հաջորդ հարցը, որ ես ցանկանում եմ անդրադառնալ, այդ այսպես ասած ցուցմունքների տարբերություններ, նախ այդ ոստիկանական մեթոդներով վերցված ցուցմունքների ինչքանով են օրինական կամ այդ բացատրությունները, լավ այսպես ասեմ, այնտեղ տարբեր տեսակի են։ Անվտանգության տնօրինության աշխատակիցը վերցնում է բացատրություն, հանձնաժողովին անգամ չի հետաքրքրում, որ ասի երբ ինչ գործում ես այդ քննչական հասկացանք, լավ բերել եք քննիչ եք նշանակել ձեր անվտանգության տնօրեն, բայց դա չի նշանակում, որ մեթոդները դեպիսի լինեն։ Հանձնաժողովը անգամ չի փորձել աշխատակազմի մասին առայժմ խոսա, համոզված եմ նաև դուք եք, որովհետև դուք եք մասնակից եղել նյութերի կազմանը, չի փորձել անգամ այդ մարդկանց ինքնուրույն լսի, որ հասկանա տեսնի մեթոդները ճիշտ են, թե չէ, սպառնացել են, թե չէ։ Ես օրինակ ենթադրում եմ, եւ որպեսզի օդի մեջ չլինի, դուք ժամանակ ունեք, կարող եք անգամ ձեր որոշումը կայացնելուց հետո էլ դա անել, հրավիրել մարդկանց եւ ուղղակի հարցնել, ասել, լավ, այդ որ գրել ես, որ այստեղ շատ հուզիչ տեքստեր կան գրած, մենք չէինք ուզում, բայց որպեսզի պարգևատրում չստանանք, մենք սա արեցինք։ Մի քանի ընդամենը հարց։ Արդյոք ճանաչում եք հեծի գլխամասում իրացման տնօրինության աշխատակիցների եւ ղեկավարներին, թե ոչ, եւ ինչ հանձնարարական է եղել միշտ ամեն հանդիպման ժամանակ։ Այս երկու հարցը ընդամենը ջարդելու էր իրանց եւ գրած բացատրություն եւ մնացածը, որովհետեւ ես իմ աշխատակազմի հետ միասին մաքսիմում գոնես մասով հասցրել ենք միջև վերջի տեսուչը բոլոր միջոցներով, որ չի կարելի դա անել, այսինքն եթե ինչ-որ ցանցի պետ ենթադրյալ կարող էր ստիպել, այդ տեսուչները չէին կարող ուղղակի այտենց իրանց ված գալ, բայց ստիպված արեցինք։ Այս նույնն բանն է այդ շատ դեպքերում, որ ասում են դե տուն ենք պահում, ինչ անենք ու գնում են աշխարհի ամենավերջի ապօրինություններին։ Հաշվի առնելով նաև այս ամեն ինչը, կարծում եմ, որ համոզված եմ, որ չի ցանկացել հանձնաժողովը, այսպես ասած, ճշմարտությունը վերհանի եւ ժողովրդին կարողանա տեղյակ պահել, թե ինչ է արել։ Բեա համակարգի հետ կապված հանձնաժողովի աշխատակազմը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ համակարգը ամբողջությամբ ներդրած է եւ արդեն պատրաստ է, այսպես էքսպլուատացիայի պատրաստ է ամբողջությամբ աշխատելու։ Հերթական սուտը, այսա իրականում պետք է իրենց անուններով կոչել, որովհետեւ բոլորս լավ գիտենք, որ պատճառների մասին չեմ խոսում, կարող են լինել սուբյեկտիվ, կարող են լինել օբյեկտիվ, բայց վերջին հաշվով, եթե 30% հանրապետության չի անցել դեռևս այդ սիստեմին, դա արդեն նշանակում է, որ համակարգը պատրաստ չէ, դուք էլ բոլորը դրա մասին գիտեք։ Դա հաստատում են նաև, որ ընդամենը 1200 բաժանորդ է, 1200 պոչով, բաժանորդ է ընդամենը այդ համակարգից օգտվում իր, այսպես, մտնելու, նայելու եւ այլն, որի շատ փոքր մասը հանրային են, մնացածը բնակություն են։ Հիմա վերել դեռևս այդ, այսպես, նորարարությունները չվերջացրած բերել ասել, որ այս համակարգը սենց պետք է լիներ, իմջալոց մենք նաև կներկայացնենք ձեզ, ստացել ենք հավաստիացումներ պիրամիդայից եւ կասկադից, որ միջև այսօր մարդիկ ասում են հաշվի առնելով, որ հուլիսի կեսերից, այսինքն մեր դուրս գալու ժամանակվանից process-ը կանգնել է, մենք միջև հիմա էլ պնդում ենք, որ դրանք վերականգնման ենթակա են։ Եթե այստեղ մնում են ընդամենը փոքրիկ կետ, որ ինչի չեք ասել, այդ արդեն բացատրեցի, ինչի մասին էր խոսքը։ Ինչի ենք ասել։ Ընդամենը երկու անուն ազգանունի հիման վրա, հարգելի հայրենակիցներ, բերում են մարդիկ սիրուն սարքում են համակարգված։ Նորից կրկնում եմ, ես վերցնում եմ իմ վրա, ես ինքս եղել եմ իրացման տնօրեն, այստեղ նստած է ներկայիս իրացման տնօրենը։ Ես պատասխանատու եմ ամբողջ բլոկի համար, քաղաքականության համար։ Երկու անուն ազգանուն է շեշտվել, ինչ որ մասնաճյուղի պետ տենց էլ հայտնի չդարձավ ով է մասնաճյուղի պետը, որովհետև այդպիսի հաստիկ չունենք, եւ երկրորդը Արտաշատ ցանցի պետ։ Ցանցի պետի տեղակալինը համակարգված համարելը արդեն այդ հանցագործություն չէ, արդեն այլ կարմիր գծեր է խախտում, որովհետև ունենք 53-55 ցանց, բնականաբար այդքան տեղակալ եւ այլն, արդեն կարելի է տեղամասի պետին էլ համարել։ Մի տեղամասի պետին է համարել ամբողջ հանրապետությունում համակարգված։ Որպեսզի մեկ անգամ եւս ապահովեմ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու եւ այսպես ամեն ինչը հաշվի առնելով, որ ՏԿ-ն շատ անգրագետ եւ սխալ հաղորդում է ներկայացրել, համենայնդեպս ճգնաժամի ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լծվեր, բնականաբար բոլորով միասին լծվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Օրինակ Սևանի
Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգում մի դիտարկում ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, է։ Ես ինքս սահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիդեոական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ-որ տենց պիտակավորելու։ Խնդրում եմ երկու ջանցեք եւ ծաղկացեք։ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին, ինքն էլ բոլորն էլ, այսպես ասած, տեղեկեն, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի Դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, Բա մենք ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ Բայց լսում ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտնոլորտում սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում, դիտարկում եմ դա որպես սպառն։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր ելույթը, իհարկե չի կարելի, իհարկե շատ բան Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ անցնում։ Առաջինը սպառնալիքի դեսով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը Եթե կառավարիչի եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիզ որ իմաստով հետո իրենք իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական հանձնական է, չգիտեմ ինչ ուզում գրում ենք եւ այլն, այդ ամեն ինչը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է։ Վարույթում կարելի է հնչեցնել այդպես գնահատականներ։ Վարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացիա։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես, չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանա այս պատասխանը։ Խնդրում եմ օբյեկտիվություն։ Հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ։ Մաքսիմում օբյեկտիվ ենք։ Ուրեմն Սևան ցանցի հետ կապված ձեզ ասեմ, հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ կրկնում եմ ցանկությունը, այսպես մաքսիմալ լուրջ ներկայացնելու Սևան ցանցում կատարվել է մի տեսուչի մոտ ընդհանրապես ստուգում 130 հաշվիչ տարել են, ստուգել են, մի տեսուչի մոտ հայտնաբերել է 22000, եթե չեմ սխալվում, թվերի մեջ տենց թող չվերցնեն տենց մի կիլովատեսկոմ են կոմ ասեն սխալ ասում եւ Սևանի ցանցի պետը ազատվել է աշխատանքից։ Սևանի ցանցի պետի աշխատանքից ազատվելուց հետո համապատասխան տեսուչին, որը անմիջապես կատարել է այդ արարքը, ասում են դիում գրի։ Ասում ոնց դիում գրի, մասնաճյուղի տնօրենը ասում ոնց ցանցի պետին ազատում եք։ Միջած ասեմ մասնաճյուղի տնօրենի եղբայրն է եղել ցանցի պետը, հետո չասեն դե աղբերներ պաշտպանում էր։ Խնդիր չի ունեցել ազատմանը, ասել է բայց եթե դուք ցանցի պետին ազատում եք այս 22000-ի համար մի տեսուչի մոտ կատարված, ենթադրվում է որ պետք է հեռացվի եւ շատ վատ հոդվածներով այդ կատարողը։ Բան մի խոսքով, մենակ այն որ տեսուչը ազատվել է մասնաճյուղի տնօրենի զեկուցագրի իման վրա եւ ցանցի պետից 7 թե 8 օր հետո արդեն ենթադրում է։ Հաջորդը կադրային հետ կապված հաշվի առնելով որ տեղի կադրերը ինչպես ասեցի նամանավանդ տեղի կադրերը չեն տիրապետում իրավիճակին եւ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, այսպիսի մի բան մեր ժամանակ պրակտիկա գոյություններ ես ձեզ ապացուցեցի կարող են կադրերից հանել բերել թե ինչքան տեսուչ տեղամասի պետ ազատվել են գումարներ են հետ եկել հեռացվել են եւ այլն հիմա այս ամբողջի մեջ համենայն դեպս բացի այսպես յուղոտ պաշտոններից ցանցի պետ տեղակալ Երևան քաղաքում նաեւ տեղամասի պետ դրանք էլ են համարվում յուղոտ համենայն դեպս այդ 7-800 բաժանորդների չգիտեմ եւ այլն այստեղ մինիմում մի 30, 40, 50, 60 տեսուչ պետք է ազատված լինել ու բրիտոն ոչ դիմումով, որովհետև ենթադրյալ հանցագործություն կատարողների մասին է խոսքը։
Ուրեմն հաջորդը, որ ցանկանում եմ այսպես նշել, նորից համակարգային հետ կապված, չի կարողացել հանձնաժողովի աշխատակազմը համակարգայինը լուծել։ Նորից կրկնում եմ, կարծում եմ վերջին անգամ, հանձնաժողովը դա շատ լավ գիտի, համակարգված դա նշանակում է գոնե գլխամասից ինչ-որ ցուցում։ Չի կարող մի երևույթը լինի ընդամենը 50 քանի ցանցից 2 ցանցում եւ դա անվանվի այսպես համակարգված։ Հաջորդը աշխատանքներ են կատարվել բոլոր մասնաճյուղերում, բոլոր ցանցերում։ Դրա մասին խոսվել է, շատ կարճ ասեմ, որ չի ներկայացվել ամբողջական ցանկը հանձնաժողովին, այդտեղ երկու տարբերակ կա։ Կամ կառավարչի աշխատակազմի դիտավորյալ չի ներկայացրել, որովհետև շատ հնարավոր էր այնպիսի փաստեր լինեին մակրության հետ կապված այդ անպատասխան ցանցերի, որոնք ընդամենը հնարավոր չէր ընդհանրապես նշել համակարգակցության մասին։ Երկրորդը, որ ներկայացվել է հանձնաժողովն է անգործություն ցուցաբերել եւ դրանք չի նշել։ Հիմա անդրադառնանք նոր միացումներին, ժամանակակցության պատճառով արդեն չեմ հասցնում։ Հանձնաժողովի աշխատակազմը ի պատիվ իրեն, ասում եմ լավն էլ պետք է ասվի, վատն էլ, ի պատիվ իրեն ընդունեց, որ հաշվարկել է թանկացումը նոր միացումների, բայց ճիշտ չի հաշվարկել նոր միացումների աճը։ Այնտեղ նաև շեշտեց, որ որոշակի թույլ ենք տվել, որոշակի ինչ-որ ժամանակի հետ կապված, մյուսի հետ կապված, բայց մենակ այն, որ տարիներ շարունակ մի հոդվածից ներդրումային ծրագրի հարգելի հայրենակիցներ նոր միացման համար գումարներ են վերցվել, օրինակ շահագործման, ներդրումային եւ այլ հոդվածներից, դա արդեն փաստում է, որ մենք կարող էինք մոտարապես 150 միլիոն դոլարի ավել ներդրումային աշխատանք կատարած լինենք, եթե ազատականացվեր նոր միացումները, կամ այդ թանկացումը տեղի ունենար ավելի շուտ։ Ինչ վերաբերում է հաջորդ այսպես ցանկալին իրականությանը ներկայացնելուն, հանձնաժողովը թող ինձ հիշեցնի մի դեպք, որ օրինակ 3 օր ուշացնելու համար մենք անգամ բանավոր նկատողություն ենք ստացել, բայց այստեղ գործում առկա են դեպքեր, որ ինչպես ես անցած անգամ նշեցի, մի հատ շատ այսպես ակնառու դեպք է, այդ իսկ պատճառով ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, դուք կարող եք այդ թվերը նայել։ 700 օր տիմում մնացած գործը 3 օր մեզ մոտ ուշացման համար նշվել է այս նյութերի մեջ, այսինքն թվականակ ավելացնելու պատճառով։ Հիմա դա ինչի համար է արվել, այդ արդեն դուք կիմանաք։ Իմիջիայլոց 2016 թվականի, երբ որ մենք ձեռք ենք բերել հեծը, այդ վիճակը բոլորդ գիտեիք, շատ լավ, անկիր, համենայն դեպս ոչ շատ ուշ հետո եկել են անդամները, բայց մնացած մեր հանձնաժողովականները աշխատել են նաև հանձնաժողովի աշխատակազմում։ Ընդամենը մի թիվ ասեմ, 2016 թվականին մոտարապես 5100 նոր միացում, 2024 թվականին 14000 նոր միացում։ Հիմա դա ում մեղքն է արդեն հետել դուք պատկերացեք, ես գիտեմ ինչի համար է դա այդպես եղել, ինչ վերաբերում է ինչ-որ հեծը բերել էր, ինչ-որ նոր այսպես, չգիտեմ անունը ինչ ասեցիք, որ պարոն Արենյան դուք ասեցիք ոնց որ բերել էր նոր կանոնակարգ, թե կանոնագիր, չգիտեմ, տեխնիկական կանոնակարգ էր բերել, որը բան, այսինքն եթե տեխնիկական կանոնակարգը չէր ընդունվում, բնականաբար չէր կարող ընդունվել նաև ազատականացումը, կներեք համաձայն չեմ, որտեղ կարող էր առանց տեխնիկական կանոնակարգի ուղղակի այսպես իմպերատիվ որոշումով դրվել եւ ազատականացվել։ Հիմա հաջորդ հարցը, որ ուզում եմ ներկայացնել, 50 գործի մեջ ընդհանրապես այնօրն շեշտվեց դա, շատ կարևոր է եւս մեկ անգամ շեշտել, որ այսպես ընտրողական 247-ից, եթե չեմ սխալվում, 50 գործի մեջ եղել են, ուրեմն 20-ը շինթույլտվությունները չի եղել, ապրիլի 1-ի դրությամբ ձերս բանը կազմելու ժամանակի հետ կապված եւ 30-ը մոտարապես շինթույլտվությունը եղել է ուժի մեջ եւ պետք է կատարվեր։ Բնականաբար հիմա արդեն կատարված կլինի, խոսքը վերաբերում է ձեր մոնիտորինգի ժամանակի հետ կապված։ Ուրեմն Սաիդի Սայֆիով բոլորս լավ գիտենք, որ անկախ նրանից ինչ է կատարվել, նորից գալիս ենք նրան, որ այն ժամանակվա ախր ինքան հետաքրքիր է, հանձնաժողովի աշխատակազմի չեմ կարող հասկանալ։ Նույն երկու սուբյեկտը վերցրել են այն ժամանակ նույն երկուսով ստորագրե թիվ են ուղարկել, հիմա նույն երկու սուբյեկտը ոչ մեր ձևով մնացել են ընդեղ, այսպես ասած աշխատում են, նույն երկու սուբյեկտը իրանց գրածի լրիվ հակառակն են ներկայացնում։ Ոչ մի հարց չի տալի։
Նույն հանձնաժողովը հարց չի տալի, արա եկեք մի հատ տենանք, տեն վաղ եք խափում, թե հիմա։ Եթե այն ժամանակ եք խափում, դուք սեփականատիրոջը վնաս եք տվել, կամ եկեք ասեք ով ա ձեզ ցուցում տվել խափելու, կամ դուք իրականում վնաս եք տվել։ Պետությունը ինչ պետք է անի այդ ժամանակ։ Ներդրողին օգնի թե խանգարի։ Այսինքն եթե ինչ որ մեկը միտումնավոր կամ ոչ միտումնավոր խափել է, ամեն ինչը բերել կապել ղեկավարության եւ այսպես սեփականատիրոջը բնականաբար նորմալ չի։ Եվ նաև մշտադիտարկման հնարավորություն ունեցել է հանձնաժողովը ու այնպես չի, որ յուրաքանչյուր հարց կարող էր փոխվել այսպես ինչ-որ ձևով։ Հիմա 4-րդ կետը շատ կարճ, հարկի անդրադառնամ այս տեղեկությունը ճիշտ տրամադրելուն եւ այլ, հարգելի հանձնաժողով, եթե հիշում եք վերջի դեպքը տեղեկությունը սխալ տրամադրելու հետ կապված են, որ ես ասեցի, շուկա գնացող բաժանորդների հետ կապված Տիկին Շահինյան, որ աշխատել ենք այդ ցուցակների վրա, ժպտացիք, որովհետև շատ դուք էլ եք տեսել իրար հետ միասին բնականաբար գիշերը մինչև 1-ը, 2-ը եւ այլն, մի 70 տարեկան շատ լավ մարդ, շատ լավ, ինչ հանձնաժողովից հետո հանձնաժողովից գնայեք պարոն Մեսրոպյան, բայց պետք է ասեմ, որովհետև վատ բան չեք արել։ Հանձնաժողովից ինձ ասում են, այդ մարդուն չես ազատելու։ Այսինքն գալիս է գրություն, 70 եւ ավել շատ լավ մարդ, մեր այսպես ակսակալներից է մեր ընկերության, ստանում հաշվարկային կենտրոնից գրություն, այնտեղ կարելի է սենց մեկնաբանել, կարելի է նես մեկնաբանել եւ ներկայացնում է որոշակի ցանկ։ Այդ որոշակի ցանկը ներկայացնելուց հետո 2-3 ամիս հաշվարկային կենտրոնը չի պատասխանում, որովհետեւ բան չի ասում, որ սա սխալ է։ Մի հատ դիտարկում անում, ինչ որ 2-3 բաժանորդի հետ կապված դա էլ է ուղղում, ինչպես հաշվարկային կենտրոնի տնօրենը եղել է այն ժամանակ այժմյան հանձնաժողովի նախագահը։ Եվ այդպես նաև նույն բանը ուղարկում ենք հանձնաժողովին արդեն սեպտեմբերի, եթե չեմ սխալվում։ Եվ առաջանում է հարց, որ դա սխալ է։ Մենք իհարկե շատ արագ ուղղում ենք դա հնարավորինս գիշեր-ցերեկ անելով եւ այլն, եւ հանկարծ պարզվում է, որ պետք է լինի վարույթ։ Ես այդ վարույթի ժամանակ պարզ հայտարարել եմ, այսպես կիսա հումորային, դե պարզ է, հաշվարկային կենտրոնի նախկին նախագահ այժմյան հանձնաժողովի նախագահն է, ենթադրվում է երրորդ կողմն էլ մենք ենք, պետք է մենք մեղավոր դուրս գանք։ Իսկ ինչ ավելի այսպես լուրջ եթե խոսենք, հանձնաժողովի հետ կատարված աշխատանքը միշտ եղել է այսպես օրինակ մեր մոտ, մեր բլոկում դրված է եղել, պարոն նոր իրացման տնօրենը թույլ չի տա ստեն, որ այն ոչ թե բոլորին անուշադիր լինենք, բայց առաջնահերթ ուշադրությունը պետք է լինի հանձնաժողովի հետ կապված նամակների ինֆորմացիայի վրա։ Հիմա կարող է այստեղ ասվի, որ գիտեք, այն մյուս տնօրենությունը մի քիչ սենց է, բայց ընդհանուր ներկայացնել, որ մենք ուղղակի անընդհատ խաբել ենք հանձնաժողովին, ժողովուրդ առաջինը ձեզ դա չի սազում։ Առաջինը ձեր համար է վնաս։ Եթե մենք կարողացել ենք առաջին այդպես անընդհատ խաբել հանձնաժողովին, կներեք, հեծը չպետք է փոխվի, հանձնաժողովը պետք է փոխվի։ Այնտեղ այնպիսի երևույթներ կա գրած, որ առաջինը ձեր այսպես պրոֆեսիոնալիզմին է վնասում, ձեր անսահմանափակ գործիքակազմն է, գործիքակազմ ունենալով հանդերձ անգործության է բերում հազար ներողություն առանց վիրավորելու եմ ասում, որովհետև ներկայացվում որ անընդհատ հեծը խաբել է։ Հիմա մնացած մասով 5-րդ եւ 6-րդ կետերը ժամանակի սղության առումով կարծում եմ կպատասխանի, բայց ես եթե չեմ սխալվում 15 րոպե ունեմ, չէ՞ դեռևս որոշիչ շել։ Հիմա անդրադառնամ պարոն Մեսրոպյան, ձեր ասացի այդ այսպես քաղաքական գնահատականներ չտալ, փորձեմ քաղաքական գնահատականներ չտալ, բայց որոշակի վարժություններ, որոշակի փաստեր արձանագրել ուղղակի չեմ կարող, երկու չեք կարող վերցնել եք։ Ասում եմ, որտեղ եթե դալպը մարդկանց քաղաքական եմ, զորունքան ոնց որ ես եմ կամած քաղաքական էլի, ամեն չի որ մենք էլ տենց շատ հեռու ենք։ Հիմա եկեք մի հատ ժամանակագրություն վարենք, այսինքն մոտավորապես ապրիլի կեսերին ես հանձնաժողովի նախագահի հետ շատ գեղեցիկ քննարկում եմ ունեցել, ի պատիվ հանձնաժողովի նախագահի շատ լավ, ասենք այն տիպի եւ նաեւ Տիկին Շահինյանի ու պարոն Աղինյանի հետ ու առանձին իրանց հետ արդեն այսպես լավարկման առաջարկների վերաբերյալ հանձնաժողովի անդամների հետ Տիկին Շահինյանը կհիշի, որ մենք գնացինք, որպեսզի առաջարկություն բերենք, այն 5000 հատ հաշվի չէ, մյուսը եւ միջև ես հանձնաժողովին դիտարկում եմ երկու այսպես դոյի պոստի առաջ եւ հետո միջև հուլիսի միջև 21-ը կամ 18-ը եւ դրանից հետո
որովհետև այդ քննարկումներին չեմ ասում, մենք այդ քննարկումների ժամանակ եկել ենք ընդհանրապես մի ընդհանուր հայտարարի, որ այո կան խնդիրներ եւ այո պետք է խնդիրները լուծվի։ Եվ ի պատիվ այն ժամանակվա հանձնաժողովի անձերը նույնն են, բայց նորից եմ կրկնում, հանձնաժողովը երկու բան են բաժանում։ Ի պատիվ այն ժամանակվա հանձնաժողովի բոլոր հնարավոր մեթոդներով փորձել են մեզ աջակցել, այո, բոլոր, չեմ շղթում։ Բայց ինչ կատարվեց հետո, եւ ինչից հետո դա կատարվեց։ Դա կատարվեց Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո։ Եթե հիշում եք, կայծակնային արագությամբ եղավ այդ, ես միշտ անվանել եմ դա անգրագետ որոշում, սկզբից կիսագրագետ էի ասում օրենքի նախագիծը, հետո անվանեցի անգրագետ, ոնց որ թե ոչ մեկ այսպես ոչ հայցով դիմեց, ոչ պատիվ պահանջեց եւ այլն, ինչի համար անգրագետ, որովհետեւ կոլեգիալ մարմնի, անկախ մարմնի ղեկավարին օժտել մի լիազորությամբ, որը միանշանակ պրոբլեմատիկ է, չի կարելի։ Եվ որի արդյունքում կառավարիչ հասկացությունը բերել մտցնել, այստեղ ընդհանրապես իշխանությունների իրենց լիազորությունների չարաշահման, հետո կանրադառնա, համոզված եմ իրավիճակ կփոխվի, կանրադառնան բոլորի այսպես արածներին եւ այլն։ Սկսվեց այդ հայտարարությունից հետո գիտեք ինչպես գիտեք, ձերբակալում, կալանավորում, օրենքի ընդունում, կառավարչի նշանակում, առանց վերջին հաշվով մեր ժողովրդին այսպես մոլորեցնելով, որ մի քանի անգամ լույսը անջատվել է, նշանակում է այսպես պետք է լինի, եւ այդպես այդ գործընթացը ոնց չեմ 2-3 րոպե կավելանա տարբեր։ Ու հաշվի առնելով այդ ամենը Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից հետո կայծակնային արագությամբ հանձնաժողովը որոշեց անգամ ուշադրություն չդարձնել իր կողմից նշանակված կառավարչի ոչ օրինական իմ կարծիքով հաշվի առնելով ազատումներ եւ այլ, այսպես վիրավորանքից ենք խոսում, եկավ առաջի օրը ինձ անվստահելի է, չգիտեմ եւ այլն, հանձնաժողովը երբևիցե չի հարցրել, լավ, անվստահելի էր, ապացույցներ չունեմ։ Այսքան ցանցի պետ ազատվեց, այն մեկը նենց եղավ, այն մեկը նենց եղավ, ինչի համար։ Արդյոք քաղաքական չի գործազուրկ պարտված տեխնացուների նշանակումը, սա քաղաքական տեքստ չի, սա միանշանակ փաստերի ընդհանրապես արձանագրում է։ Եվ այդ քանակի քաղաքգործերը, որոնք դատարանում են, դե բնականաբար հայցի ապահովում ոչ մի դատարան չի կիրառի, այդտեղ էլ գիտենք ինչը որից հետո է, եւ այդ գործերը գնալու են, չգիտեմ, մինչեւ 3 ատյան անցնեն, ընդունենք, մի տարի կամ տարուկես հետո Ղազինյան Դավիթը վերականգնվեց, դա ոչ մեկի պետք չի, եւ երկրորդ հանգամանքը որ կա, արվում են արտահայտություններ, այստեղ դուք նայեք, դուք հարգելի հանձնաժողով, կրկնակի ստանդարտները ընդհանրապես մարդկանց եւ պետություն ընդհանրապես բոլորին բերում է կործանման։ Հիմա եթե իմ մասով կոնկրետ ինչ-որ բան է հայտարարվել, կամ մեր մասով, որ կամ ենթադրյալ վնաս են տվել, կամ կարող են վնաս տալ։ Հիմա հարց, ես ենթադրյալ վնաս եմ տվել, 20 տարի աշխատում եմ, 10 տարի է սեփականատիրոջ օրոք, ես Սամվել Կարապետյանին վնաս եմ տվել կամ պետությանը։ Ինչի որևիցե բան չկա մեկ, երկրորդը, եթե ես 10 տարի աշխատելով այդ բարձր պաշտոններում վնաս չեմ տվել, որտեղից է ենթադրվել, որ ես հետո կարող եմ տալ։ Եվ այս ամեն ինչ հաշվի առնելով նաև քաղաքական կոմպոնենտը։ Ես շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, կապված սեփականատիրոջ վերջին հաշվով սեփականատիրոջն է զրկում լիցենզիայից, չէ՞։ Հիմա նայեք, ներդրողը գալիս է Հայաստան, ասում է գիտեք ինչ, ես ես չգնանք նրան ով խնդրեց, ինչի վերցրեցին, հեծը բոլորը շատ լավ գիտեք, հեծը ինչ վիճակում էր Բիբինյան, հիմա կամած վերադարձը արդեն լինելու է, ասում են նախկինում վերադարձ չկա, բայց ոնց որ այդ մասով արդեն կամած լինում է, հիմա հասարակ հարց եմ ուզում տալ հանձնաժողովին, միգուցե նաև հռետորական կամ ուզում եք անդրադարձեք։ Եկել է ներդրողի ներդրումը կատարել է, նշանակել է մենեջմենտ, ընդունենք մի պատ տեսականորեն ամենավատը։ Եթե հանձնաժողով, այսինքն ես որպես ներդրող նայում եմ ինչին, նայում եմ պետությանը։ Հիմա իմ ձեռք բերած բիզնեսը հանձնաժողովի կարգավորման տակ է, չէ՞, այսինքն պետք է նայեմ հանձնաժողովի որոշումներին, որպեսզի տեսնեմ ինչ են անում, պետք է նայեմ պետեկամուտների կոմիտեի նախագահի տված արձանագրումներին, որպեսզի տեսնեմ իմ վերջի մենեջմենտը խաբում է ինձ պետությանը, թե չէ։ Հիմա այստեղ գալիս ենք մի հատ իրավիճակի, որ սեփականատերը այսպես տեսնելով այդ ամեն ինչը ներդրումները ընդունվում են, որոշակի փոքր բաներ,
որևիցե ձևով անգամ ակնարկ չի արվում, որ կարող ենք փայ մտնել կամ խլել այս արտահայտությունները, եթե ինչ-որ մեկը դժգոհություն արտահայտի, խտնեմ դատարանում, ինչ ասում ենք, ասում են դատարանում են, գնացեք դիմեք, նույն만 հիմա ես եմ ասում։ Միանշանակ խլելու գործընթացը եւ սեփականատերը մեղավոր է նրանում, որ վստահել է պետությանը, որովհետեւ եթե ինքը պետությանը չվստահեր, միգուցե բերեր շատ ավելի, այսպես մի մենեջերի վրա մի հատ էլ հաշվի առնելով, որ գումարները տվել է ինքը աշխատավարձից բացի, միանշանակ կարող էր, չի ասենք այսպես մենեջերներ բերեր դներ եւ բարձր ինչ է կատարվել։ Եվ քաղաքական իրավիճակից ելնելով բնականաբար պետք է եւ կալանավորվի եւ լիցենզավորվի, այդ նույն սերիայից է ինչ որ Կարապետյանը ասաց թքածունեմ հեծի վրա։ Այս սրա մասին էր խոսքը, ինքը թքածուն է այնքանով, որ չի գնալու որեցե պայմանավորվածան, ինչա թե հեծը իր ձեռից չվերցնեն։ Հաջորդը, որ նույն սեփականատերը կարող է այսպես մեղավոր դառնալ շակերտների մեջ, որ վստահել է պետությանը եւ կներեք առաջին հերթին հարգելի հանձնաժողովականներ ձեր վերաբերմունքի փոփոխությունը այսպես ասած այդ քաղաքական հայտարարություններից հետո, այդ թվում նաև կառավարության ղեկավարի, որը դեռևս օրենքները չընդունված, դեռևս այսպես քայլեր կան, չէ՞, որ առաջի երկրորդ ընթերցման արանքում, երկրորդ ընթերցում պետք է լինի, որ կարող է տեսականորեն չքվեարկվել, դրանից հետո պետք է լինի տկենի այդ առաջարկը, հաղորդումը, որը կարող է տեսականորեն չուղարկվել, դրանից հետո պետք է լինի հանձնաժողովի նախագահի իհարկե իմպերատիվ վարույթի հարուցումը, բայց միգուցե 5 թե 6 այսպես պատժամիջոցներից ամենառադիկալ չնշանակելը, այս ամեն ինչը չանցած եղել է հայտարարություն ոչ մի անգամ, որ ազգայնացվելու է։ Ես դա դիտում եմ ուղիղ հրահանգ հանձնաժողովի անդամների եւ մնացածի վրա, մյուս պետական մարմինների վրա, որպես ուղիղ քաղաքական հրահանգ, որ ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք, ինչ կարգի վրա ուզում եք անցեք, սա պետք է ազգայնացվի։ Հաջորդը սեփականատերը ինչի է սխալվել շակերտների մեջ, ես ասում եմ, այն ինչ որ դուք եք արձանագրում ձեր նյութերով, որ վստահել է պետությանը նաև մեկ այլ մասով։ Հիմա կառավարիչը ասում է, որ ինձ համար իմպերատիվ բնույթ չէր կրում ընդունում հանձնում անելը, ինչ որ չափով համաձայն եմ, բայց հանձնաժողովը, եթե ուզում էր նամանավանդ վարույթ սկսելուց իրականությունը իմանալ, չեմ կարծում, որ ձեր ինչ-որ մեկի պրոֆեսիոնալիզմը այնքան թույլ է, դրա վրա չեմ կասկածում, ես այս այն օրը նաև միջանցքում ասեցի, խնդիրը այլ բանի մեջ է, որ քաղաքական պատվերներ եք կատարելու, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը չէր կարող ուղղակի կառավարչին խորհուրդ տալ, որ եղբայր արի գիտես ինչ արա, արի մի հատ ընդունում հանձնում արա, այս մարդուն ապօրինի մի ազատի հիմա, մի հատ ընդունում հանձնում արա, որպեսզի բոլորս հասկանանք, թե դու ինչ ես ընդունում։ Եթե հուլիսի 21-ին ցանցը ընդունում են, եթե չեմ սխալվում սեպտեմբերի 11-ին թե 12-ին նոր հրամանա լինում պայեսները գույքագրելու, իսկ ով կարող է ինձ այսպես մեղադրել, որ ես հիմնավոր կասկած ունենամ, որ այդ պայեսների ամբողջ պատասխանը եղել է իրենց վաղ, իրենց ցուցումով կամ էլ թե չէ իրենց ոչ դիտավորությամբ, բայց ինչ-որ մեկի գողությամբ։ Ով կարող է ինձ դրանում մեղադրել։ Բնականաբար գույքը ընդունում հանձնում նամանավանդ այնպիսի բարձր պաշտոնյայի համար, որը այսպես 10 անգամ ավելի ցածր պաշտոնը բնականաբար ավելի բարձր փողով համաձայնվել է փոխել, բայց իր նախկին աշխատակազմը, աշխատանքի վայրը ենթադրում է տեղեկացվածություն, չէ՞, այդ ամեն ինչի, ենթադրում է, որ ՊՎԾ-ն դա շատ լուրջ, այսպես ՊՎԾ-ի ղեկավարը շատ լուրջ պաշտոն է եւ բնականաբար պատասխանատու է վարչապետի ներքո, չգիտեմ, այդպես բացված աշխատող բոլոր պետական կազմակերպություն։ Այսինքն ենթադրվում է, որ եւ հանձնաժողովը եւ կառավարիչը շատ լավ հասկանում են, որ ընդունում հանձնում պետք է կատարվի։ Հիմա նորից սեփականատերի մեղավորությունը, սեփականատիրոջ մեղավորությունը կայանում է նրանում, որ չի արել այդ մարդը։ Այսինքն վստահել է ձեզ առաջին հերթին հանձնաժողովին, երկրորդ հերթին, այսինքն ընդհանուր առմամբ պետությանը։ Հիմա այսքանից հետո եթե ներդրող գա, որը կվստահի ձեզ, չգիտեմ, բացեք այդ վերջի տարվա ներդրումներով կտեսնեք ինչա կատարում, ել չասած, որ այս աղմուկը հասել է մինչև աշխարհաքաղաքական շատ կենտրոններ եւ շատ երկրներ, որտեղից արդեն ուղղակի խուսափելու են այստեղ ներդրում անել, եթե երկրի ներդրումները կոռուպցիոն ճանապարհով ենթադրյալ ձեռք բերած գումարներ օրինականացնելու մասին չի։ Հիմա ուզում եմ ամենավերջում անդրադառնալ այս քաղաքական կոնտեքստի այսպես ամբողջ հմայքին։ Այստեղ թարապես իմ անձնական կարծիքով գործանումը սկսվեց այն պահից, երբ որ մարդիկ,
պաշտոնյաներ սկսեցին քննարկել, մեկը կալանքա քննարկում, մեկը, չգիտեմ, լիցենզիայի զրկումա քննարկում, այնպիսի մի մարդու ամենայն հարգանքով ու դա փաստ է, ես իմացի եկավարին մասը, որոնք այդ մարդու կատարած աշխատանքի 1%-ը չեն կատարել։ Ուղղակի, այսինքն իր տված իր օգտին եղել այն, հա, որ եթե խոսում եք, այստեղ գովեստի խնդիր չկա։ Դուք խոսում եք այստեղ, այսպես իր համար, իր ունեցվածքի հետ կապված օբյեկտների մասին ժողովրդին մոլորեցնելով, որը ես կարող եմ ենթադրել դա հանցավորել համարել։ Մի մարդու, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել է ամենաշատ Հայաստանում եւ գումար ներդրողը եւ բարեգործություն կատարողը։ Այստեղ լավ, ասենք շատ մեր հայրենակիցներ կարող այդքան հեռու չմտածեն։ Այդ դիտավորությունը բերել մեր ձևով 5 ամիս նստած բնականաբար այս ամբողջը բերելու է քաղաքականի, այս ամբողջը բերելու է կործանման, սա արդեն խոսքս ուղղում եմ հանձնաժողովին։ Հավատացած եղեք, հույս չունենալով, որ իմ խոսքը ձեր վրա որից եք կարողացնել, որովհետև ինչպես նշել եմ անգամ միջև այս նիստը որոշումը կայացված է, չգիտեմ, բնականաբար ընդհանրապես մնում է հայտարարելը, բայց ամեն դեպքում հարգելի հայրենակիցներ, կարճ ձեզ փորձեմ այս երևույթները բացատրել, գոյություն ունի մի բան, որ ամբողջապես այսպես վերացվում են անկախ մարմին հասկացությունը, վերացվում է ընդհանրապես այն մեխանիզմները եւ այն գործիքակազմերը, որոնք տարիներ շարունակ ներդրվել են, որպեսզի ապահովեն ներդրումների անվտանգությունը, ապահովեն մեր քաղաքացիների այդ այսպես ասած էներգետիկ անվտանգությունը եւ այլն, եւս օրինակներ կան, բեցում լրատվամիջոցները տալիս են միլիարդների չարաշահում, ոչ մեկ տեղեկ չի։ Ոչ միայն ոչ մեկ տեղեկ չի, ըստ լրատվամիջոցների, քանի որ մեր դեմ էլ այդ սև արշավը կատարվում է բնականաբար լրատվամիջոցներով եւ շատ սուտ ինֆորմացիաներ են տարածում, միգուցե սուտ լինի, բայց ամենայն դեպս իշխանությունը չի ժխտել, որ բեցի միլիարդավոր Այնալ պետական բեցի, միլիարդավոր այսպես կորուստների համար կամ չարաշահումների համար, որից մեկը ներգրաված չի որպես մեղադրյալ։ Դա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու հարգելի քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են, որ հեծը գտնվում է այնպիսի ընդհանրապես ճգնաժամային վիճակում, որ պետք է պետության կառավարումը։ Պետության կառավարումը արդեն տեսնում ենք հանձնաժողովի կողմից իր գործիքակազմը կիրառելու արդյունքում եւ տեսնելու ենք շատ ավելի արագ տեմպերով դեպի ներքև բնականաբար ձեզ խաբել են այն մասով, որ հեծում կատարվել են այսպիսի մասսայական կամ համակարգված հավելագրումներ, միանշանակ եմ ասում, որտեղ այս ամբողջ կետերը բերել է դրան, ձեզ խաբել են ընդամենը երկու պատճառով, որպեսզի ճակերտների մեջ պատժեն Սամվել Կարապետյանին կամ բերեն բանակցությունների դաշտ, եւ երկրորդ պատճառը, որպեսզի ինչպես հիմա կտեսնենք երեկվա հոսանքազրկումների հետ կապված Էջմիածնի քերական գործեր կլինեն, թե չէ մեր ժամանակ հանգարց միտեղ հոսանք էր գնում միջև մագի գլխավոր քարտուղար, այսպես ասած աղմուկ էր լինում, եւ երկրորդ հարցը, որ խաբել են այս հարցի կոնտեքստի մեջ, ձեզ խաբել են ցանկություն ունենալով իբրև թե հեծը այնպիսի այսպես Սամվել Կարապետյանի օրոք ծառայել է քաղաքական նպատակների, հիմա իրանք են ուզում ծառայեցնել, հիմա արդեն պարզ փորձը ցույց է տալիս, որ մեր ժամանակ հեծում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում եւ այս ուժի, եւ իշխող ուժին, եւ ընդդիմադիր, եւ նաեւ նեյտրալ այսպես մարդիկ, իսկ այսօր բոլորը տեսնում եք, որ եթե անգամ տեղեր կան ԿՊ-ի ներկայացուցիչներ չեն, ու ամենայն դեպս վկայականով, բայց ներքուստ ավելի այսպես ԿՊ-ական են, քան մնացածը։ Մի խոսքով հաշվի առնելով այս ամեն ինչը հայրենի հայրենակիցներ ձեզ խաբել են։ Ես որոշումը համոզված եմ ինչա լինելու, բայց դա ինձ համար ամենայն դեպս նորություն չի, եւ այստեղ եմ ոչ թե հանձնաժողովի վրա ինչ որ ձեւով ազդելու, ես ուզում եմ ասեմ, որ ամենայն դեպս ես այստեղ եմ, այս 3 օրվա ընթացքում ձեզ ամեն ինչը ցույց տալու համար։ Հանձնաժողովը իր որոշումը վաղուց ունի եւ կայացնելու է։ Ինչ վերաբերվում է հետագա ճակատագրին, ես խնդրում եմ, որպեսզի այն որ նույն բաները ներկայացվելու են առանց փաստական հանգամանքների, առանց ապացույցների, դա
աներկբա է, այսպես ասած, ինչպես ազգայնացման նախորդել է կառավարության ղեկավարը, բայց հավատացած եղել, որ ուշ դժնի այս մասով լինելու են քրեական գործեր, վաղ բանը մասում հանձնաժողովի համար, բայց համոզված եմ, որ հանձնաժողովի որպես իրավաբանասեն այդ պրոցեդուրան, այսպես ասած, պրոցեսը տիրապետող, նաև լինելու են բնականաբար, ասել եմ, եթե Կարապետյանի դեպքում 53 քրիչի աշխատում դեռևս մեջ տարու բար չկա հələ, ու չէ մեկ կարող է կասկածել, որ դա քաղաքական է, հանձնաժողովի եւ այդ Հեցի խմբան գործընթացի կապված 153 քրիչի կա դետայքին այսպես դոկումենտալ ֆիլմի բանա լինելու այսպես, պետք է ցուցմունքներ, դասեց, ով ինչի ով ոնց կատարեց մի խոսքով հարգելի հայրենակիցներ ընկերները եւս կներկայացնեն, ձեզ խորհուրդ եմ տալիս ուղղակի այսպես եթե միջև հիմա խափնվել եք այս ամեն ինչի արդյունքում այլևս չխափնվել եւ իրերը կոչել իրենց անուններով շնորհակալություն